Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է, տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեղադրանքներով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել Փաշինյանի առաջիկա այցն Անկարա։ Ազատության հարցինի պատասխան Գրիգորյանը չի բացահայտել, թե ինչ օրակարգով են հանդիպելու Փաշինյանն ու Էրդողանը։ Նա չի նշել նաև այցի օրը, ասելով, որ վարչապետի աշխատակազմը կհայտնի տեղեկություն է։ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, ըստ Նիկոլ Փաշինյանի նման իրավիճակը հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Իրանի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսրայելական կողմի հարվածները հեռու են եղել հայկական թաղամասերից։ Factor-ի հետ զրույցում ասել է Թեհրանում լույս տեսնող Արաքս պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ Նրա խոսքով հարվածի տակ են եղել հիմնականում ռազմական կենտրոնները։ Քեշիշյանը նաև տեղեկացրել է, որ հայ համայնքին տարհանելու անհրաժեշտություն այս պահին չկա։ Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Factor-ի հետ զրույցում հայտնել է իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանը։ Նրա փոխանցմամբ փողոցների մեծ մասը դատարկ է, մարդկանց հյուրանոցներից տարհանում են։ Չեռնամորյանի խոսքով իրավիճակը բավականին լարված է։ ԱՄՆ-ի դեսպանատունը Իսրայելում խնդրել է իր աշխատակիցներին պատասպարվել մոտակա ապաստարաններում։ Դեսպանատունը կարգադրել է, որ ԱՄՆ պետական ծառայողները, ովքեր գտնվում են Իսրայելում, անհապաղ տեղափոխվեն անվտանգ վայր եւ մնան այնտեղ մինչեւ հետագա ծանուցումը։ Թավրիզի օդանավակայանի մոտակայքում պայթյուն է եղել։ Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի տարածքի ուղղությամբ։ Հարձակման թիրախում Թավրիզն ու Իրանի հյուսիս-արևմուտքն են։